Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող բնակելի համալիրի բնակիչները չեն կարողանում սեփականության իրավունք ստանալ։ Կառուցապատողը N&S Construction-ը սնանկ է ճանաչվել։ Հիմա սնանկության վարույթի շրջանակներում շատ մեծ խնդիր է առաջացել կանխիկ որևիցե գումար վճարած գնորդների մասով, քանի որ օրենսդրությամբ քաղաքացիական օրենսգրքով սահմանում է, որ կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունք ձեռք բերելիս բացառապես անկանխիկ եղանակով պետք է վճարումներ կատարվեն։ 18 հարկանի 6 շենքերի բնակիչների մեծ մասը վճարումը կատարել է կանխիկ եղանակով։ Կառուցապատողը պետք է բնակիչներից ստացված գումարը փոխանցեր հատուկ հաշիվների, ինչը ըստ բնակիչների չի արել։ Ստացվում է քաղաքացիները նորից պետք է վճարեն։ Կադաստրը որևիցե հիմքեր, այսինքն այդ հայցում չկա, որ գործարքները պետք է սառեցվեն, կասեցվեն մինչև ակտի վերջնական լուծում ստանալ, այսինքն նմանատիպ միջնորդություն դատախազության կողմից չի բերված եւ դատարանի կողմից չի հաստատված, այսինքն այս գործողությունը լրիվ ինքնիրավչություն է եւ կադաստրը գործել է, չեմ հասկանում, ինչ օրենքների, ինչ հրամանների կամ ինչ սկզբունքների ներքո։ Բնակիչները դիմում են ներկայացրել կառավարություն։ Պատասխանը մեղմ ասած գոհացուցիչ չէ։ Մենք ստացել ենք պատասխան, որ մեր դիմումը վերահասցեագրվել է էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության եւ քաղաքաշինության նախարարություններ եւ կենտրոնական բանկ։ Մեր մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կապ ունեն այս նախարարությունները այս հարցի հետ ու մենք հասկանում ենք, որ մեր նամակը նույնիսկ նորմալ չի ուսումնասիրվել։ Ըստ բնակիչների, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում գրեթե 8 ամիս առաջ ձևավորված աշխատանքային խումբը ոչինչ չի արել։ Մեր կարծիքով տեղի է ունեցել հանցավոր պայմանավորվածություն, որովհետև տեսեք, անընդհատ պետությունը մատնացույց է անում, բա գիտեք, օրենքով այսպես է, չգիտեմ, օրենքով այսպես է, դուք չպետք է կանխիկ վճարեք եւ այլն, բայց մենք պետությունը նույն ուշադրություն չի դարձնում, որ ոչ բոլոր քաղաքացիներն են պարտավոր տիրապետել ամբողջ օրենսդրությանը, այդ իրավագիտակցությունը ունենալ եւ քաղաքացիները, երբ որ գնացել են նոտարի մոտ գործարքը վավերացնելու, նոտարին ընդունել են որպես պետության ներկայացուցիչ։ N&S Construction-ի հետ կապ հաստատել չկարողացանք։ Բնակիչներն ասում են, ինչ սնանկ են ճանաչվել, բոլոր հարթակներից հեռացրել են իրենց կոնտակտները։ Կառուցապատողը ոչ միայն բնակիչների սեփականության իրավունքն է խախտել, այլև կանաչապատ բակ ու այգի ունենալու։ Տարածքում ամեն թեթև քամուց փոշու ամպ է բարձրանում։ Կանաչապատ գոտի պետք է լինի, ու հիմա այստեղ եթե կանաչապատ գոտի լիներ, այստեղ բնականաբար այսքան փոշի չէր արտադրվի ամենօրյա ռեժիմով։ Բնակիչները զգուշացնում են, եթե իրենց դիմում բողոքներին արձագանք չտրվի եւ հստակ քայլեր չձեռնարկվեն, կդիմեն ծայրահեղ քայլերի, նույնիսկ եվրոպական դատարան։